Բազմից են կրկնել, որ իշխող ուժի հետ մեր համագործակցությունն իհարկե բացառված է, ինչ կարմիր գիծ, կապույտ չկա, ինչ կարմիրի մասին է խոսքը, հանրությունն ընկալում է այն ամբողջական տեղեկատվությունը, որ իրեն հրամցվում է։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր նոր ուժ կուսակցության պատգամավորական թեկնածու Նարէ Արամյանն է, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի։ Ինչ պատկեր ունենք, քարոզարշավը արդեն կես ընթացքին է մոտենում եւ այսպիսի տպավորություն է ամեն դեպքում Տիկին Արամյան, որ ուժերը թե իշխանական թե ընդդիմադիր փոխարենը քաղաքացիների ինչ որ առաջարկներ ներկայացնեն, ինչ որ ծրագիր ներկայացնեն, միմյանց են այսպես վիրավորում, հայհոյում, սատկացնելու եմ ու նման այսպես բառապաշարով։ Իդեպ քննչականն էլ հաղորդագրություն տարածեց, որ նախընտրական շրջանում 400-ից ավելի արդեն ձերբակալվածներ կան թեկնածուների մասով։ Այս պատկերը եթե ընդհանուր ամփոփենք, ինչ պատկեր ունենք։ Նախ իհարկե դա ավելին է, քան ուղղակի վիրավորանքները։ Դրանք սպառնալիքներ են, դրանք ընդհանրապես մարդուն առավել եւս ընտրվելու գնալու որևէ մեկին հարիր խոսուկ լինել չի կարող։ Եվ ոչ թե որովհետեւ մեզ ուղղակի չենք կարողանում զսպել, այլ որովհետեւ դա իրապես ցույց է տալիս այն ընդհանուր ինտելեկտուալ մակարդակը, որում մենք գտնում ենք որպես հասարակություն, եւ դա արտացոլվում է իհարկե այսօր բոլորի վարքագծում։ Այդուհանդերձ պետք է շեշտել, թե ինչպես է դա հրահրվում, ինչու է դրա ուղիղ պատասխանատուն գործող իշխանությունը եւ ինչու է առաջին հերթին եւ ամենատարօրինակ եւ անընդունելի վարքը բնականաբար դրսևորվում նրանց կողմից։ Մարդու իրավունքների զանգվածական խախտումների մասին մենք ուղղակի պետք է չխոսենք։ Եթե մենք ունեինք այդքան հանցագործներ, ովքեր դրսում էին, ինչպես է ստացվել, որ 8 տարիների ընթացքում նրանք հանցագործ վարք չէին դրսևորում, բայց այսօր ընտրությունների հետ չառնչվող ինչ որ գործողությունների արդյունքում են անազատության մեջ հայտնվում։ Տիկին Արամյան, գիտենք, որ Բարգավաճ Հայաստանի թեկնածուներից մեկ Անդրանիկ Թևանյանի մասնախոսքը ձերբակալվեց լրտեսության պետական դավաճանության կասկածանքով եւ ասում է Նիկոլ Փաշինյանը, որ էլի գործակալներ կան Հայաստանում, ուղղակի մենք սպասում ենք, որ տեսնենք կապերը ուր են տանում։ Այսինքն ակնարկում է, որ առաջիկայում էլի են լինելու այսպես ձերբակալություններ, քրեական գործեր։ Եվ որտեղից այդքան գործակալներ չհամբերեցին վաղը դառնալ գործակալ 3 դարձան։ Գիտեք, որովհետեւ տրամաբանություն չկա ավելին, եթե այդպիսի իրավիճակ կա, պատկերացնում եք, հուշում ենք նրանց նախորոք, որպեսզի նրանք կարողանան անհետանալ մեր երկրի սահմաններից, թե գործողություններ ձեռնարկել, որպեսզի այլևս երբևէ պատասխանատվության չենթարկվեն, եթե դա իրականությանը համապատասխանում է։ Բայց այսպիսի վարքը, այսպիսի վերաբերմունքը միանշանակ ցույց է տալիս, որ այդ ամենաարհեստածին է եւ նպատակ ունի միայն կարևորից մարդկանց ուշադրությունը շեղելու հերթական անգամ։ Ու ինչի հենց ընտրական այս փուլում, նախընտրական այս փուլում այդ բացահայտումները ավելի քան դրամապանական է, այո, եւ բոլորս մենք գեղեցիկոր պետք է հայտնվենք ճաղերի ետևում, բոլոր նրանք, ովքեր գիտեք, արդեն լավ, ձեր կուսակցության այսպես առաջնորդ Հարությանը։ Տեսեք, քանի որ նրան անհնարին ոչինչ չկա, մենք այլևս ոչինչ բացառել չենք կարող, որովհետև այն ամբողջ ճանապարհը, որը մենք անցել ենք հանուն իրավական պետության պայքարի, այսօր բացարձակապես զրոյացվել է։ Հնարավոր է ամեն ինչ, հակասահմանադրական յուրաքանչյուր որոշում, ցանկացած գործողություն, որն ուղիղ հակասում է քրեական օրենքներին, բայց մենք պետք է հասկանանք ինչքան հեռու է հնարավոր գնալ եւ ինչքան ենք մենք պատրաստ պայքարել։ Որն այդ սահմանը կարմիր գիծը։ Չկա, ես տեսնում եմ, որ չկա ինչ կարմիր գիծ, կապույտ չկա, ինչ կարմիրի մասին է խոսքը։ Չկան այդ գծերը։ Եվ մենք չենք կարող մեղադրել ոչ հասարակությանը, որովհետեւ ասում են, այս ազգ է, ժողովուրդ, այդպես չէ։ Այդ ամենը ուղիղ պատասխանատվությունն է։ Գործող իշխանությունների ցանկացած ժամանակաշրջանում 3 այսօր վաղը եւ միանշանակ է, որ անգամ եթե այսօր զանգվածաբար խախտվում է հենց իշխանության կողմից օրենքը, միանշանակ վաղը նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հիմա օրինակ պատկերացնում ենք, որ ընդդիմադիր օրինակ ցակնակցություններից մեկը իշխող ուժին ասեր, օրինակ սատկացնելու եմ գետին քարշ եմ տալու, որտեղ կլիներ հիմա նա։ Որտեղ կլիներ, մենք տեսնում ենք այս վերջին օրինակով, որովհետև բավարար է ինչ որ մեկն ասի դու քո տեղում չես, ընդհանրեն այդքանը, կամ ինչու մեզ լքեցիք,
որ արժանանում են այդպիսի պատասխանի։ Եվ հասկանալի է, որ նախ եւ առաջ պետք է անպայման ասել, որ նա ի վիճակի չէ այդպիսի գործողություններ անել, եթե իրենք այդքան ինքնավստահ են եւ իրենց պատկերացնում են իրենց երազանքի հերոս, ապա նրանք այդ գործողությունները պետք է անեն ուղիղ, սպառնալիք մեր ժողովրդին հանդիսացող անհատների եւ խմբավորումների դեմ եւ ոչ թե փորձեն մարդկանց, ովքեր պայքարում են այդ ժողովրդի տարբեր խմբերի, տարբեր խավերի պաշտպանության համար, փորձեն նրանց նկատմամբ գործադրել նման անհամաչափ ուժ։ Տիկին Արամյան, խոսենք մի փոքր կոնկրետ ձեր ուժից, ղեկավարը հա ձեր տեխնացու վարչապետի Հայկ Մարությանի մսնե խոսքը հանրության մեջ ընկալվում է ավելի շատ որպես դերասան, որպես կարգին հայկո, քան քաղաքական գործիչ կամ վարչապետի տեխնացու։ Տեսեք, ես օրինակ ուրախ եմ, որ մարդիկ ընդհանրապես ընկալվում են իրենց մասնագիտությամբ առաջին հերթին, հետևաբար այդ մարդիկ իրենց ոլորտում արդեն իսկ կայացած են եւ մեզանից ոչ մեկը որպես քաղաքական գործիչ, եթե նկատեք ամբողջությամբ մեր թիմը, չի կարող ընկալվել, ի սկզբանե մենք ընկալվում ենք յուրաքանչյուրս մեր գործունեության ոլորտում եւ դա ես գնահատում եմ իհարկե որպես դրական, այսինքն ճիշտ զարգացման ուղի, այլ թե ինչու մենք տարիներ շարունակ պայքարելով փողոցում, պայքարելով իրավական հենց առաջին հերթին մարդու իրավունքների, բնակչության տարբեր խմբերի շահերի պաշտպանության համար, այսօր բոլորովին այլ գործի ենք լծվել, որը որ մեր բացարձակ համոզմամբ պետք է տանի դեպի առնվազն ժողովրդավարության զարգացում եւ դեպի հաղթանակ։ Տիկին Արամյան, խնդիրը այն է, որ օրինակ քաղաքացին կարող է ընդունել, հա, որպես կերպար, որպես դերասան, կարգին հայկոին, բայց չի ընկալում Հայկ Մարությանին որպես այսպես լուրջ քաղաքական գործիչ։ Այսպես ընտրություններին, օրինակ, այսպես խնդիր է, չէ՞, առաջանալու իր կերպարը ընդունելու։ Ինչ է կարծում։ Ընդհանրապես այո, իհարկե դա հնարավոր է, բայց դիտարկել են որպես դերասան, ոչ թե վարչապետ, ու այսպես լրջության, անլրջության խնդիր է առաջանում։ Տեսեք, ընդհանրապես դա հնարավոր է եւ հավատացեք այդ ամբողջ լրջության մեջ մենք արդեն իսկ ստացել ենք դուք տեսեք Երևանի հավաքական ընտրություններին բավականաչափ ձայներ, որպեսզի ունենանք ոչ միայն երկրորդ տեղը, այլ նաև ընդդիմության ամենաշատ ձայներ հավաքած խումբը։ Հետևաբար դա նշանակում է վերջին ընտրությունները հավաքանը 23 թվականին։ Եվ դա շատ կարևոր ցուցիչ է, ինչու են մարդիկ եւ հատկապես համոզված են, որ նրանց շարքերում հիմնականում երիտասարդներ են, հակված այլ լուծումների, այլ զարգացման ճանապարհների ընտրության, որովհետեւ նրանք գիտեն ինչ է սեփական աշխատանքով կյանքի ընթացքում հաստատվելը, ինչ է նշանակում փորձել դրանով իսկ օգնել այլոց եւ փորձել ուղղակի կառուցել ոչ այդպիսի պաթոսախառ տեքստերով երկիր, այլ այն պետությունը բարեկեցությամբ, որում մենք ապրելու ենք եւ որում ապրելու են մեր սերունդները։ Եվ ես համոզված եմ, որ ոչ պակաս կլինի երիտասարդների ակտիվությունը նաեւ մարզերում եւ մենք պետք է այո այսօր մղենք մարդկանց այսպես տեսահոլովակներից հետևում ենք ինչպիսի այսպես արձագանք են ստանում։ Երիտասարդության արձագանքը իհարկե հիանալի է եւ հուսով ենք, որ մենք կարողանում ենք նրանց համոզել, որ անկախ իրենց ընտրությունից եւ անկախ այն հանգամանքից դա մեզ դուր կգա, թե ոչ ընտրության պետք է գնալ։ Եվ երիտասարդներն առաջինն են, ովքեր պետք է քաղաքացիական այդ բարձր ինքնագիտակցությունը դրսևորեն եւ տեր կանգնեն իրենց քվեին։ Եվ այո, դա ուրախալի է, չեմ տեսել դեռ վատ իրավիճակներ, գուցե մեզ ոչ թե այդքան սիրում են, այլ ավելի շատ ընկալում են որպես չեզոք խումբ, չեզոք թիմ։ Բայց ամեն դեպքում Մարությանը ասոցիացվում է Փաշինյանի հետ, ուզեք թե չուզեք, ԿՊ-ի մաս որպես։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, վերջերս անգամ ինձ հարցրեցին, որ արդյոք ես նույնպես եղել եմ ավաքանի նախորդ անգամ, ավելի ճիշտ հաստատական ասեցին, ես զարմանում եի, որ ասեմ այնպես չէ, որ չեզոք են կա։ Այո, միտքը անգամ աշխատանքն է այդքան, այո, ասոցացնում միմյանց հետ տարբեր մարդկանց, բայց հասկանալի է, որովհետև այդ ամբողջ պայքարի ընթացքում Հայկ Մարությանը եղել է եւ ակունքներում եւ արդյունքում ընդ որում հայտնի սևեր եւ սպիտակ թեզի այսպես
ստեղծողներն։ Այո, բայց հիշում եք նաև, որ սևերի սպիտակների մասին խոսքը իհարկե գնում էր ոչ թե մարդկանց քաղաքացիների մասին, առաջադրում նա նաև այդ սևերի վարչապետը չէ, պետք է պատրաստ լինի դառնալ։ Ուժերի տեսանկյունից, այո, ցավալիորեն, բայց դա իհարկե չի կարող վերաբերել ոչ ընտրողին, ոչ քաղաքացուն եւ ոչ էլ ընդհանուր առմամբ բնակչին։ Եվ այսպեսի երբ որ նայում ենք հետևում ենք քարոզարշավը, ի տարբերություն մյուս ուժերի, Մարությանի դեպքում ոնց որ ավական ընտրությունների դեպքում էր ավելի կարծես փակ էր շփումներում, թե հանրությանը, թե լրագրողների, եթե օրինակ մյուս ուժերը գնում են այստեղ ու դրա մասին հայտարարում են, այսպես Հայկ Մարությանի մասին մեկ անակնկալ տեղեկանում են, որ քարոզարշավին այստեղ է։ Ինչու է խուսափում ավական ընտրությունների դեպքում էլ էր դեպ այդպես քարոզարշավը, եթե մյուսները ավելի բաց էին մեդիայի հետ ավելի շփվող, Մարությանը միշտապես այսպես խուսափել է։ Ինչու։ Բայց մենք ախր ամբողջ օրը եւ բոլոր օրերին դրսում ենք եւ բաց միջավայրում ենք։ Եթե կան լրատվամիջոցներ, որոնք ցանկանային մեծ հետ շփվել այն ընթացքում, երբ մենք քաղաքացիներ ենք, մեծ սիրով մենք այդ տրամադրությունը իհարկե ամբողջական տեղեկատվությունը կտրամադրենք եւ բնականաբար մեզ հետ եւս կհրավիրենք բնակիչների շփվելու։ Ու հիմնականում այսպես տեսանյութերի ինչ որ միջոցով ոչ թե քաղաքացիների հետ տետատետ շփումների, այլ տեսանյութերի կամ այլ միջոցներով է, մենախոսության միջոցով է ներկայացվում կուսակցության ծրագիրը։ Կարևոր է մարդկանց հիմնական գաղափարները, սկզբունքները եւ մեր արժեհամակարգի առանձին դրույթները շեշտելը, որպեսզի մարդիկ իմանան եւ մարդիկ պատրաստ լինեն բոլոր այն իրավիճակներին, որոնք այո չեն համապատասխանելու հենց այն արժեհամակարգին, որի կրողը մենք մեզ համարում ենք, որովհետեւ էական է այսօր փոքր զարգացման ճանապարհ բռնած պետության համար, բայց այսօր այսպիսի հետընթաց ապրող հասարակության համար այդ ամենը բացահայտել։ Սա կարևորագույն գործիքակազմ է անշուշտ, բայց մենք ամենօրյա եւ անընդմեջ հարյուրավոր քաղաքացիների հետ ենք շփվում, այդ թվում եւ դրսում եւ մարզերում եւ քաղաքներում եւ հույս ունեմ դա եւս մի օր նկատելի կլինի։ Տիկին Արամյան, ձեր ուժը այսպես Եվրոպա մեծ եվրոինտեգրման կողմնակիցն է, ձեր ծրագրում է անգամ, հա, դա նշված, ինչպես եք դա պատկերացնում, եթե օրինակ այս պահի դրությամբ ամեն դեպքում գիտենք, որ ընտրության առաջ են կանգնացնում կամ ԵՄ կամ ԵԱՏՄ եւ ասում են, որ մեր շուկան հիմնականում դա փաստ է, հա, կապված է ԵԱՏՄ շուկայի հետ, մեր ապրանքաշրջանառությունը այնտեղ շատ աշխատակիցներ ունենք։ Հիմա ոնց է այս գործընթացը պատկերացնում ու այն դեպքում, երբ որ ԵՄ-ից որպես այդպիսին ազդակ չկա, որ եկեք, մենք ձեզ պատրաստ ենք ընդունել ու շատ ավելի երկրներ կան, որոնք տարիներ շարունակ հայտ են ներկայացրել ու մնացել են այսպես օդում կախված։ Այս գործընթացը ոնց է ձեր ուժը պատկերացնում։ Այո, երբ այսօր արհեստական պատնեշներ են ստեղծվում եւ արհեստական հակադրություններ, պետք է անշուշտ նշել, որ չկա անգամ քաղաքականության մեջ, անգամ տարածաշրջանում, չեմ ասում զարգացած երկրների շրջանում, այդպիսի կտրուկ եւ անիմաստ տարաձայնությունների փունջ։ Հակառակը ցանկացած գործողություն պետք է առնել եւ աստիճանաբար եւ այն տրամաբանության մեջ, որը այո մեզ ի վերջո ամբողջությամբ ինտեգրելու է Եվրոպային։ Ինչու՞։ Որովհետեւ սա նորություն չէ, որպես նորություն, որպես լավություն մատուցել մեր եվրոպական ինտեգրման ուղղակի կողմնակից լինելը, որովհետեւ տրամաբանություն չունի։ Խնդիրն է, որ մեզ ԵՄ-ից այնպես չի, որ ասում են եկեք մենք ձեզ պատրաստ ենք։ Դա անգամ Փաշինյանն էր ասում, որ դա 20 տարի եւ ավել գործընթաց է։ Իհարկե, որովհետեւ մենք ախր այսօր էլ գործողություններ չենք անում։ Դա միայն ասելով չէ։ Դա ենթակառուցվածքային փոփոխություն է։ Քայլեր չի անում։ Ամենևին որ քայլերն ենք մենք կարող գնահատել, որպես այդպեսին ուղղակի խոսքը ժողովում այդպես օրենքի նախագիծ ինչ է փոխում այդ օրենքը նույն Եվրոպայի համար կամ նույն մեր ինտեգրման գործընթացն արագացնելու համար ոչինչ, որովհետև գիտեք դրանք կոնկրետ ոլորտների
ընդհանուր փոփոխություններ են, համակարգային շտկումներ են եւ այդ բոլոր ցուցանիշներին մենք պետք է համապատասխանենք, որպեսզի կարողանանք լինել Եվրոպայի ընտանիքի անդամ, որպես հանրություն։ Ամենևին եւ չենք էլ կարող, գիտեք, եվրոպական բազմաթիվ երկրներ մենք կարող ենք հիմա հերթով շտկել, որ այնտեղ են նաեւ աշխարհագրորեն եւ մինչ օրս չեն կարողացել իրենց պետության եւ ենթակառուցվածքների կարող եմ կրկնել համակարգերի, օրենքի եւ այլ տարբեր չափանիշներով համապատասխանել եվրոպական ընտանիքի անդամ լինելու բոլոր չափորոշիչներին։ Սա շատ կարևոր խնդիր է։ Մենք չենք կարող ժամանակ կորցնել խոսելու վրա եւ երբ տեսնում ենք բացարձակ տարածության ինչ քայլեր եք ձեռնարկելու, որ այդպես բոլոր այդ գործողությունները օրենսդրական մակարդակից միջև իրավակիրառականները ինչ մի քանիսը որևէ հեծանիվ հորինելու խնդիր չի տեսնում եւ եթե մի կողմից դա մենք կարող ենք տեսնել օրինակ կապի միջոցների ժամանակակից մեխանիզմները Մյուս կողմից էլ մենք պետք է տեսնենք թե օրինակ մարդու իրավունքների պաշտպանության ինչպիսի գործիքակազմեր մենք պետք է ներդնենք, որպեսզի ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի հասնենք, որովհետև մենք գնալով կարող եմ կրկնել հետընթաց ունենք եւ ինչքան գնա ժամանակը, այնքան ավելի շատ գործողություն է պետք լինելու անել եւ ավելի խեղված իրավիճակներ շտկելու եւ այս երկու փոքրիկ օրինակների վրա բավարար է ցույց տալու թե որքան մեծ աշխատանք կա կատարելու մինչև Եվրոպայի ինտեգրման խնդիրների լուծումը։ Ինչպես է Նորուժը պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հիմա գիտենք Հայաստանի արտաքին քաղաքական, այսպես ասած, հիմնական դոկտրինը, այսպես խաղաղության հաստատումն է։ Գործող իշխանությունը այդպես է գնում, օգոստոսի 8-ի փաստաթուղթ կա ստորագրված ու ավելին ասում են, որ մենք գնանք գա այլ ուժ, դա չեղարկվելու է մի նոր պատերազմ լինելու։ Հիմա դուք ո՞նց եք, ինչ եք անելու, որ պատերազմ չլինի ու այդ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ո՞նց եք պատկերացնում։ Այսինքն մենք ելնում ենք դրանից, որ իրականում ինչ նրանք ասում են դա այդպես է, եթե չկա նման պայմանավորվածություն, իհարկե ոչ։ Այդպիսի արհեստական, պրիմիտիվ գիտեք, պարզունակից նվազ մակարդակի վրա խոսույթը որևէ տրամաբանություն չունի։ Բայց ամեն դեպքում հանրության ընկալումներում դա մնում է, չէ՞։ Որովհետև հանրությունն ընկալում է այն ամբողջական տեղեկատվությունը, որ իրեն հրամցվում է։ Եվ դա այո, առաջին վտանգն է, եւ երբ մենք խոսում ենք խառնածին պատերազմներից եւ տեղեկատվական դաշտի ահաբեկչական գործողություններից մենք առաջին հերթին պետք է անդրադառնանք նման խոսույթին եւ նման վախերի մթնոլորտ ստեղծելու տարբեր գործոններին եւ այս իմաստով պարտադիր պետք է ասել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ ցանկացած այլ խնդրահարույց իրավիճակում այլ կողմերի ժողովուրդների եւ պետությունների հետ հարաբերությունները պարտադիր քննարկման իհարկե շտկման եւ անպայման կարգավորման խնդիր ունեն իհարկե եւ այդ գործողությունները որոնք որ տանում են շփումներին, որոնք տանում են ընդհանուր առմամբ տարբեր բանավեճերի միջոցով, թե երկխոսությունների միջոցով հարթեցմանը լրիվ նորմալ են եւ տասնյակ տարիներ մենք եղել ենք այդ բոլոր գործընթացների մասնակից։ Այսօր եւս երբ այդպիսի հարաբերությունները, այդպիսի երկխոսությունները գնահատվում են որպես առաջին աննախադեպ եւ ինչ որ տարօրինակ միջավայրում նոր ստեղծված, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ խաղաղության անվան տակ տեսնել միայն չկրակելը կարող է միայն մեկը ով ուղղակի 6-րդ դասանում պատմություն չի անցել։ Որքան իշխանության են բոլոր փաստաթղթերը նոյեմբերին, օգոստոսի 8-ին չկանելու, չեղարկելու։ Անպատճառ պետք է լինեն ոչ։ Իհարկե չեղարկման խնդիրները չեն այստեղ դրված, որովհետև զրոյական կետից ինչ որ միտեղ գնալը դա չի կարող հասուն քաղաքական, հասարակական գործչի մոտեցում լինի։ Հակառակը մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի խնդիրներ կան, որոնք պետք է շտկել այդ ամբողջ գործընթացում կամ ինչպիսի կետեր կան, որոնց վրա կարելի է հիմնվել եւ անցնել առաջ այդ հարաբերությունները շտկելիս։ Եվ վերջում Տիկին Հարամյան ձեր ուժը ինչ սպասելիքներ ակնկալիքներ ունի հունիսի 7-ից, հաշվի առնելով, որ մինչ օրս այսպես անցկացված սոցհարցումները, անկախ նրանից, որ կենտրոնն է անցկացրել, այնպեսի տվյալ չկա, որով նոր ուժը, օրինակ, երկրորդ կամ գոնե երրորդ տեղում, այս պատկերում, եթե ամփոփենք, ինչ սպասելիքներ ձեր ուժը ունի, ինչ քվե եք ակնկալում ընտրություններից։ Մեր պայքարը հանուն ժողովրդավարության է եւ իրականում այստեղ մենք անշնորհակալ գուշակելու
գործերին չենք կցվում, բայց մենք համոզմունք ունենք, որ մենք անպատճառ հաղթահարելու ենք եւ փորձելու ենք այն բոլոր կլինի համախմբման միջոցով, կլինի գործողությունների իրականացման միջոցով կամ այլ որևէ իրավական գործընթացով իշխանության խնդիր դնել, որովհետեւ այսօր իշխանության բացարձակ բոլոր ոլորտներում տապալված գործունեությունը որևէ կերպ ընդունելի չէ եւ այն պետք է օր առաջ իհարկե դադարեցվի։ Որևէ ուժի հետ կոալիցիան հետ ընտրական փուլում պատկերացնում եք, եթե այո, որ ուժն է դա։ Իշխող ուժը կամ ընդդիմադիրներից որևէ մեկը։ Բազմիցս են կրկնել, որ իշխող ուժի հետ մեր համագործակցությունն իհարկե բացառված է, իսկ ընդդիմադիրների հետ միանշանակ մենք պատրաստական ենք համագործակցել, միավորվել եւ պայքարել միասին, եթե այդ բոլոր ուժերը կամ նրանցից յուրաքանչյուրն առանձին կհամապատասխանի թե մեր արժե համակարգին, թե մեր սկզբունքներին։ Որ ուժերն են, որոնց հետ այսպես կբացառեք։ Բացի իշխող ուժից ընդդիմադիր այնպես ես ենթադրում եմ, ինչպես ընդունված է ասել, ներկաների եւ նախկինների։ Ընտեղելով մնաց։ Այդպես չէ։ Այդպես չէ, իհարկե, որովհետեւ եթե մենք տեսնում ենք նախկիններին, նաեւ այն անդիմությունները, որոնք մենք նախկինների օրոք ենք տեսել, մենք պետք է անպայման վերապահումներ ունենանք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր էր։ Արգելիոստե դիտողներ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք նորոշ կուսակցության պատգամավորական թեկնածու Նարէ Արամյանի հետ։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։